Մայիսի 19-ին տեղի ունեցավ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված համագործակցություն հանուն փրկության 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը։ Ներկա էին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ, ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փրկարարծառայության ներկայացուցիչներ հյուրեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհավորելով ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ Կամո Ցուցուլյանը նշեց, որ կենտրոնն արդեն իսկ կայացած կառույց է, որը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և հումանիտար աջակցության ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացրել, գրանցելով շոշափելի ձեռքբերումներ։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի անունից ներկաներին շնորհավորեց Վյաչեսլավ Բուտկոն։ Շնորհավորական խոսք ասաց նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Գիտաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին հրդեհների ժամանակ խնդիրները և մարտահրավերները, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում կամավորների դերը, արտակարգ իրավիճակների կանխատեսում և այլ ուղղություններով։ Չինացի գործընկերները տեսակապով ներկայացրին արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման իրենց փորձը։ Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Ավարտին մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։ Ռուսական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։